Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր ես ուզում եմ, որ մենք խոսենք բրիտանացի աստվածաբան փիլիսոփա Կարեն Արմստրոնգի գրքի մասին, որի վերնագիրն է Աստծո պատմությունը։ Ահա այս գրքի մասին է խոսքը։ Իսկ ենթավերնագիրը հետևյալն է. Հրեականության, քրիստոնեության և իսլամի 4000-ամյա որոնումները։ Ենթավերնագրից պարզ է, որ հետազոտողը փորձում է գտնել 3 աբրահամական կրոնների ընդհանուր գծերը։ Այդ 3 կրոնները համարվում են աբրահամական։ Ուրիշ բան չմտածեք, դա իմ ազգանվան հետ առանձնապես կապ չունի։ Իդեպ, հեղինակը չի սահմանափակվում միայն այդ կրոններով և հաճախ դիմում է բուդդիզմի և հինդուիզմի օրինակներին, ինչպես նաև 20-րդ դարի հոգեբանական պրակտիկաներին։ Իսկ ընդհանուրը, եթե մեկ նախադասությամբ ասենք, բարոյական որոշ սկզբունքներն են։ Մերձավորի հանդեպ վերաբերմունքը, կարեկցանքը, գթասրտությունը։ Այդպես է համենայն դեպս մտածում հեղինակը, այդպես է նա կարծում։ Այստեղ մի փոքր վերապահում անեմ, ես երբ խոսում եմ, պատմում եմ ինչ-որ գրքերի մասին, ապա հիմնականում շարադրում եմ հեղինակի մտքերը։ Թե չէ, երբեմն հեղինակի ասածները վերագրվում են անձամբ ինձ և օգտատերերը սկսում են իմ հետ վիճել, ինձ քննադատել հեղինակի, այսինքն իմ բերած հեղինակի մտքերի համար։ Կարեն Արմստրոնգը սկզբից կաթոլիկ միանձնուհի էր։ Այնուհետև թողեց միաբանությունը և հարեց միստիկական, քրիստոնեական միստիցիզմին, ինչպես նաև սկսեց զբաղվել հասարակական գործունեությամբ և գիտական հետազոտություններով։ 1993 թվականին այս գրքի հրատարակման համար նա արժանացավ շատ մեծ համբավի և ձեռք բերեց համաշխարհային ճանաչում։ Փիլիսոփան ոչ միայն նկարագրում է 3 կրոնների առանձնահատկությունները և տարբերությունները, այլև խմբավորում է հիմնական աստվածաբանական գաղափարները, հաշվի առնելով մտավոր որոնումների նմանությունները։ Ըստ այդմ, այստեղ կան գլուխներ, մասնավորապես, որոնց վերնագրերն են փիլիսոփաների աստվածները, այսինքն 3 կրոնների փիլիսոփաների աստվածը և 3 կրոնների միստիկների աստվածը, փիլիսոփաների աստվածը, միստիկների աստվածը։ Այսինքն, ինչպես էին այդ 3 կրոնների փիլիսոփաները և միստիկները մոտենում Աստծո հավատի խնդրին։ Եվ այդ տեսակյունից և փիլիսոփաները, և միստիկները աբրահամական կրոններում ունեն որոշ նմանություններ։ Նախ ասենք, թե ինչով են ըստ Արմստրոնգի տարբերվում փիլիսոփայական և միստիկ մոտեցումները։ Փիլիսոփայությունն այս կամ այն չափով դիմում է կրոնական հարցերի ռացիոնալ, տրամաբանական քննության։ Եվ այստեղ պարզ է, որ առաջինը պետք է նշվի Արիստոտելի անունը։ Մեր թվարկությունից առաջ ապրող հույն փիլիսոփան, չնայած հեթանոս էր, բայց իր գաղափարներով ազդել էր հաջորդ դարերի թե հրեա, թե իսլամական և թե հատկապես քրիստոնյա մտածողների հայացքների, կասեի, դատողությունների մեթոդաբանության վրա։ Եվ քրիստոնյաների աստվածաբանության կենտրոնական դեմքերից է 13-րդ դարում ապրող փիլիսոփա Թովմաս Ակվինացին, որը մեծապես ազդված էր Արիստոտելից և բերում էր Աստծո գոյության բանական ապացույցները։ Սակայն Արմստրոնգի համար, ինչպես արդեն ասացի, ավելի հետաքրքիր էր միստիցիզմը, որին հիմա մենք ավելի մանրամասն մի քիչ կանդրադառնանք։ Դիտարկվող կրոնների առանձնահատկությունն այն է, որ դրանք կենտրոնացած են Աստծո կամքի վրա, որը պետք է իրագործվի ոչ միայն այնտեղ վերևը, երկնքում, այլև այստեղ, հողի վրա։ Մենք ասում ենք, չէ, որպես երկինս և երկրի։ Եվ հետևաբար դա ենթադրում է արդեն այս կյանքում հանդիպում անձնական շփում Աստծո հետ։ Միֆը և միստիկան, այդ երկու բառերը, միևնույն ծագումնաբանություն ունեն, դա հունական բառ է, միստայոն, որը բառացիորեն նշանակում է փակել
աչքերը եւ փակել ականջները կամ փակել ականջները։ Ակնարկն այն է, որ դա յուրահատուկ տեխնիկա է, պրակտիկաներ են, հոգևոր վարժություններ են, եթե ուզում եք, որոնց միջոցով մարդը կարողանում է հաղորդակցության մեջ մտնել Աստծո հետ։ Եվ Արմստրոնգի կարծիքով դա որոշ չափով հիշեցնում է նաև արևելյան պրակտիկաները, ասենք յոգան։ Այդ լուսավորության շրջանից է, որ 17-18-րդ դարերից հետո, երբ միստիկան կապում էին ինչ-որ անհասկանալի, ինչ-որ սուտ հեքիաթների, հորինվածքների հետ, եւ իբր եթե մարդու ուղեղում ինչ-որ շիրաշփոթ է, նա այդ դեպքում է իբր դիմում միստիկայի, բայց դա միստիկայի հետ կապ չունի։ Իրական միստիկները, ըստ հեղինակի, այնպիսի օժտված մարդիկ են, որոնք կարողանում են իրենց ապրելակերպով, իրենց ամենօրյա ճիգերով արդեն այս կյանքում հասնել Աստծո հետ հանդիպմանը։ Օգոստինոս երաներին այդպիսի միստիկների շարքին էր դասում Մովսես Մարգարեին եւ Պողոս Առաքյալին։ Հետագայում սակայն թե քրիստոնյաները եւ թե մյուս կրոնների ներկայացուցիչները ավելի քիչ հույսեր էին կապում գիտակցված ճիգերի հետ եւ օրինակ Գրիգոր Նյուսացին գտնում էր, որ ցանկացած գաղափար, որին տիրապետում ես մտքով, խոչընդոտ է Աստծուն որոնելու ճանապարհին։ Աղոթքների միջոցով առնչվելով աստվածային էներգիաների հետ, միստիկները սիրում էին տալ էներգիայի անունը։ Դա էլ է գալիս իհարկե հույներից։ Մենք ինչ որ իմաստով շփվում ենք Աստծո հետ, բայց նրա էությունը միևնույն է անքննելի է մնում եւ այդ առումով մեզնից թաքնված է։ Աղոթքը հետեւաբար ոչ թե խորհրդածություն է մտքի, այլ հակառակը, աղոթել ըստ այդ ուսմունքների ներկայացուցիչների նշանակում է մի կողմ դնել բոլոր մտքերը։ Դրան մոտ են նաև իսլամի սուֆիստական ուղղության փիլիսոփաները։ Օրինակ 12-րդ դարի պարսիկ մտածող Սուհրավերդի, լսել եք այդ անունը, իր ուսմունքում փորձում է միատեղել, միավորել իրենց ազգային մշակույթի անբաժանելի մասը, զրադաշտությունը, պլատոնականությունը, քրիստոնեությունը եւ իհարկե իր կրոնը իսլամը։ Նա երկրորդելով Պլատոնին պնդում է, որ ամեն մարդ եւ ամեն մի առարկա ունի իր երկվորյակը երկնային աշխարհում։ Ինչպես 20-րդ դարում կասեր Կարլ Յունգը արքետիպը։ Այդ արքետիպերի վերևում գտնվող այդ արքետիպերի ոլորտը ըստ Սուհրավերդիի հասու չէ ոչ բանականությանը, ոչ էլ զգայարաններին։ Այդ աշխարհը մեզ ներկայանում է միայն ստեղծագործական երևակայության շնորհիվ։ Ճիշտ այնպես, ինչպես Ղուրանի իմաստը բացվում է սիմվոլիկ մեկնաբանությունների միջոցով։ Բայց խոսքերը, դատողությունները Աստծո մասին վերջին հաշվով ըստ սուֆիների անհեթեթ են։ Դրանք վերաբերում են դրսևորումներին եւ ոչ թե էությանը։ Ինչպես գրում էր ամենահայտնի սուֆիներից մեկը 13-րդ դարի բանաստեղծ Ռումին, ինձ պետք է կիրքը, ինձ պետք է կրակը, կրակոտ հոգին, եւ թող այրվեն բոլոր մտքերը եւ բառերը։ Մոտավորապես նույն ճանապարհով էին գնում հրյաների կրոնը ներկայացնող կաբալիստները։ Նույն 13-րդ դարում անանուն հեղինակի աշխատությունը կոչվում է Են Սուֆ, թարգմանաբար վերջ չունեցող։ Սուֆիների նման այստեղ կառուցված է մի ամբողջ աստիճանակարգ, թե ինչպես 10 անուն տալով ի վերջո կարելի է հասնել իհարկե ոչ թե Աստծո էությանը, այլ Աստծո որոշակի դրսևորումներին, կրկին դրսևորումների մասին է խոսքը։ Ամենատարբեր անուններից մեկը կոչվում է Խոխմա, որը եբրայերենից թարգմանած նշանակում է իմաստություն։
Այդ 19-րդ դարում է, որ Օդեսայում ապրող հրեաները, որոնք եբրայերեն չգիտեին, խոսում էին իդիշ լեզվով, իդիշ։ Այդ բառին տվեցին այն իմաստը, որի մասին մենք հիմա գիտենք։ Իսկ ընդհանրապես դա նշանակում է իմաստություն եւ կարևոր աստիճաններից մեկն է։ Էնսով աստիճանակարգի 10 աստիճաններից կարևորագույնն է խեսեդը, սերը, ողորմածությունը եւ մյուս կողմից դինը, իշխանությունը, արդարադատությունը, որոնք դարձյալ Աստծո դրսևորումներն են, նրա աջ եւ ձախ ձեռքերը։ Մեկը առանց մյուսի չի կարող լինել։ Նման է, չէ՞, քրիստոնեական ուսմունքին։ Ընդհանրապես պետք է ասեմ, որ մենք որոշակի նախապաշարումներ ունենալով երբեմն խիստ բացասաբար ենք մոտենում ոչ քրիստոնեական եւ մասնավորապես երկու մնացած աբրահամական կրոններին։ Այնինչ մերը հարազատը իհարկե շատ լավ իմանալով դրանք էլ բոլոր դեպքերում արժե ուսումնասիրել։ Մտահորիզոնի լայնությունից դեռևս ոչ ոք չի տուրել։ Լավ մնացեք։